Մասնագետների ցուցումով տարերը հետը սկսել է։ Այս կամից, որտեղ դե իրար մեջ գրկել են իրար արդեն։ Մայրաքաղաքում ամսի 10-ից մեկնարկել են էտի աշխատանքները, այժմ գտնվում ենք Թումանյան փողոցի վրա, որտեղ ուղիղ 1 տարի առաջ իրականացրել ենք ծերացած ֆունկցիան կորցրած ծառերի փոխարինումը, մի շատ գեղեցիկ ծառով դեկորատիվ բարձր արժանինքներ ունեցող ցերցիսով, միգուցե բոլորին հայտնի է որպես հուդայածառ անվաման տակ։ Իդեպ հարկ եմ համարում նշել, որ հուդայածառերը ամենաշուտ ծաղկող ծառերն են, բավականին երկար մնում են ծաղկած, ծաղկում են անգամ բնային մասերը այս ծառերի եւ համարվում են գեղեցիկ ծաղկող ծառերի մեջ լիդերներից մեկը։ Խնդրում եմ չանհանգստանալ, այդից հետո սովորաբար բոլոր ծառերը ունենում են բուռն աճ եւ մոտ 1-1.5 ամիս հետո ծառերը կառաջացնեն շատ գեղեցիկ գնդաձև պսակ։ Անցած տարի գարնանը տնկել ենք շուրջ 150 հուդայածառեր։ Նույնիսկ 1 տարվա ընթացքում բավականին աճ տվեցին, ծաղկեցին, շատ գեղեցիկ տեսք է ստացել։ Հիմա մենք սաղարթի ձևավորման հետ ենք կատարում, որովհետև եթե նման ձևով մենք թողնենք, այս տարի արդեն մարդկանց անցուդ արդյունք խանգարին, կախված էին արդեն 3-4 տարի երևի կարիք չի լինի արդեն այդ կատարելու համար։ Ընդհանրապես փողոցային տնկարկներում ցանկացած ծառեր միշտ պետք է սաղարթի ձևավորման աշխատանքներ կատարվեն։